Հորիզոնտի տաղավարում է թուրքագետ Տիրան Լոկմագյոզյանը, շնորհակալություն Տիրան, այնուամենայնիվ, մինչև հիմա չկա միասնական կարծիք, արդյոք հեղաշրջման փորձը մի տարի առաջ կազմակերպված էր, բեմադրված էր, թե դա իսկապես իշխանությունը փոխելու փորձ էր։ Իմ կարծիքովս դա իսկապես իշխանությունը փոխելու փորձ էր, սակայն մնացած մասը, այն որ Էրդողանը տեղյակ չէր եւ Էրդողանը անագնկալի եկավ, դա արդեն խաղ էր իմ կարծիքովս։ Էրդողանը հնարավոր չէ որ տեղյակ չլիներ եւ ինքը դա օգտագործեց եւ հետագայում էլ ինքը այդպես արտահայտություն ունեցավ, ասեց սա մեզ Աստծո բարգևն էր, ասեց այս հեղաշրջման փորձը, որի շնորհիվ ինքը ազատվեց բոլոր անցանկալի տարերից։ Այսինքն երկրի առաջին դեմքը գիտի, որ պետք է լինի զինված հեղաշրջում, բայց չի կանխարգելում այն։ Ճիշտ եմ հասկանում։ Այո։ Դա իհարկե շատ խելոք քայլ էր, Էրդողանը խելոք մարդ է, իհարկե, դա պետք է ընդունենք, շատ խելոք քայլ էր, ինքը տեղյակ էր եւ այս վերջերս նորից խոսվեց դրա մասին, որ ինքը դեռ մի ամիս առաջ տեղյակ էր, իրեն ասվել էր նման հեղաշրջման մասին, սակայն ինքը ամեն ինչ պատրաստեց նախորդ, չխանգարեց այդ ամեն ինչը, բայց պատրաստվեց։ Հենց որ իրենք արեցին այդ քայլը, միանգամից չեզոքացվեցին եւ միանգամից սկսեց իր խաղը խաղալ։ Ամեն դեպքում իշխանությունները այսպես միանշանակորեն մեղադրում են Գյուլենին, պահանջում են Միացյալ Նահանգներից, Միացյալ Նահանգներն հրաժարվում է չի տալիս Գյուլենին։ Ինչքանով է ապացուցված, որ այս ամենի հետևում իրոք Գյուլենը կարող էր կանգնած լինել եւ արդյոք մեծ է դրա հավանականությունը։ Կարող է նաև, սակայն մինչև այսօր ապացուցված չէ եւ քանի ժամանակը անցնում է, քանի տարիները անցնում է, այսինքն մի տարի անցավ, քանի ժամանակը անցնում է, այնքան էլ անորոշ է դառնում, թե ով էր իրականում կանգնած այս ամեն ինչի հետևը եւ ով էր այս ամեն ինչը կազմակերպել։ Գյուլենն էլ կարող է լինի իհարկե, գյուլենականները կամ կարող է քեմալականները լինեին այս ամեն ինչի հետևից, հավանական է որ նաև քեմալականները լինեին։ Չնայած որ երբ որ Գյուլենի հետ ճանապարհաբաժան ունեցավ Էրդողանը, այն ժամանակ ինքը արդեն շուր եկավ եւ մոտեցավ քեմալականներին, գիտեք այդ բանդարգյալների մի մասը բաց թողնվեցին, Էրդողանը հայտարարեց, որ մեզ խաբել են, այս մարդիկ ազնիվ մարդիկ են եւ այլն, եւ միանգամից իր քաղաքականությունը շուր տվեց եւ մոտեցավ քեմալականներին եւ շատ հավանական է որ իրենք ինչ որ մի կոնսենսուսի եկան այն ժամանակ, որ քեմալականները իրեն չեն գտնելու, ինքն էլ իրենց չի գտնելու։ Կարող է քեմալականները չէին, կարող է գյուլենականներն էին, այսօր ոչ մեկը չկարա դա ասել։ Հիմա ինչ պատահում է Թուրքիայում, իշխանությունը ասում է գյուլենականներն են։ Նույնիսկ Հրանդինքին, ուրեմն գյուլենականներն են սպանել։ Այդ անհեթեթ չի։ Անհեթեթ է իհարկե, բայց դա լավ էլ գործում է, այսինքն երկրի ներսում կարելի է օգտագործել, հատկապես այն ժամանակ, հատկապես այսօր, երբ Էրդողանի դեմ ոչ մի ուժ համարյա չմնաց, Էրդողանը գնում է առաջ ոնց որ ուզում է եւ շատ ռադիկալ է առաջ գնում եւ օր-օրի ավելի ռադիկալ եւ ինքը լավ օգտագործում է։ Կան մարդիկ, որ բանդարգված են, կան մարդիկ, որ չեն բանդարգված, աշխատանքից հեռացված են եւ այլն, այդ ամեն ինչը Գյուլենը, այսինքն Գյուլենի անունը, Ֆետո անունը այսօր օգտագործվում է Էրդողանի կամ էրդողանականների կողմից իրենց գործը առաջ տանելու համար շատ բարձ բան է։ Իմ գործընկերներից մեկը թուրք վերջերս հարցազրույց է վերցնում եւ նա ասաց, եթե մի տարի առաջ հաղթեր հեղաշրջումը կազմակերպիչները, ապա Թուրքիան կլիներ մոտավորապես իսլամական պետության նման մի բան։ Համաձայն եք թե չէ։ Չենք կարող ասենք, դա շատ դժվար հարց է իհարկե, եթեներով եթե առաջ գնանք, դա իմի գիտեք, դա մի վարկած է, կարող է այդպես լիներ, կարող է ճիշտ կարող լիներ, շատ խաղացողներ կան նաև այս պահին, խաղացողներ կան, որոնք հետին պլանում են կանգնած, օրինակ Գյուլը և իր
շրջապատը, իր համախոհները, որոնք Գյուլենին չդավաճանեցին, բայց այսօր լուր նստած են իրենց տեղը, իրենք էլ գիտեն, որ այսօր իրենք անելիք բան չունեն, սակայն իրենք սպասում են իրենց ժամանակին։ Եվ ուրիշ խաղացողներ էլ կան, դրանք բոլորը կամ սպասում են իրենց ժամանակին, կամ ինչ-որ մի քայլ անում են, բայց մինչև այսօր անհաջող։ Հեղաշրջման փորձը կարծես արձակեց, հա, Էրդողանի ձեռքերը, սկսվեցին ռեպրեսիաներ, հիմա կարծես թե պատրաստում են մահապատիժը նորից ուժի մեջ մտցնել, եւ այս ամենը արվում է երկրի ներքին իրավիճակ կայունացնելու համար, մյուս կողմից կարծես թե ոչինչ էլ չի ստացվում։ Ինչպես որ ասեցի քիչ առաջ, հեղաշրջման փորձը դա կարծես թե աստուծո բարգևն էր Էրդողանին, չգտնված բաներ, դա շատ լավ օգտագործեց եւ մինչեւ այսօր էլ շարունակում է օգտագործելու։ Գալով մահաբաժին, Էրդողանը մի կողմից Գյուլենին պահանջում է Ամերիկայից, մյուս կողմից ուզում է ժամ առաջ մահաբադիժը արդեն օրենքի վերածի։ Սակայն այստեղ մի պարադոքս կա։ Եթե մահաբադիժ ընդունվի Թուրքիայում, իսկ ինչպես որ ասվեց, Գյուլենը առաջինը կլինի, ով նստելու է որպես դադաբարդյալ մահաբադիժի ուժով, այն ժամանակ Ամերիկան հավանական չէ, որ Գյուլենին Թուրքիային հանձնե, չէ, եթե ինչ-որ մեկը մահաբադիժի է արժանանալու, նրան չեն հանձնում։ Այստեղ մի պարադոքս կա, եթե Էրդողանը Գյուլենին իսկապես ուզում է վերցնի Ամերիկայից, ուրեմն պիտի մահաբադիժը չընդունի։ Եթե մահաբադիժը ընդունում է եւ Գյուլենին է պահանջում, այստեղ տեսնում եք, որ կարծեք թե ինչ-որ մի խաղ է խաղացվում այստեղ։ Այսինքն մի կողմից Գյուլենին պահանջում է, մյուս կողմից էլ դռները փակում է, որ Գյուլենին հանձնեն իրեն։ Իսկ ինչու չեն հանձնի։ Կհանձնեն, մահապատժի կենթարկեն։ Ինչու եք դա բացառում։ Ընդհանրապես միջազգային հասարակության մեջ դա ընդունված բան չէ, օրինակ Եվրոպայից էլ, եթե իրենք իմանան, որ այդ մարդուն մահաբադիժ է սպասում, չեն հանձնեին։ Այդպես է։ Ռեպրեսիաների մասին խոսեցինք, բռնաճնշումների մասին եւ այդ բռնաճնշումների զոհերից մեկը մեր հայրենակից Սևան Նշանյանն է, ինչպես է գնահատում նրա փախուստը։ Շատ հետաքրքիր է, Սևան Նշանյանը շատ հետաքրքիր արտակարգ մարդ է, իր բոլոր քայլերը արտակարգ քայլեր են, դրա համար էլ ժամանակ առ ժամանակ իրեն գիժ են անվանում, իսկապես էլ լավ իմաստով գժական գործերը իր արածները եւ սա էլ իրեն սազող մի բան էր, Սևան Նշանյանը այսպիսի մի բան պետք է աներ երևի, ինքը ազատ ելումուտք ունեցող, ավելի ազատ պայմանների տակ եղող մի բանում էր, մի բերդում էր, այսպես ասած, դա մի ավելի թեթև հանցագործությունների համար է, կամ այն հանցագործները, իհարկե նաև թեթև հանցագործները, որոնք իրենց լավ են դրսևորած։ Եվ Սևան Նշանյանն էլ այդտեղ ուղարկեցին։ Հիմա իհարկե ես նորից գալիս ենք այդ մի կետի, որ չեմ կարող ասեմ, թե արդյոք դա նաև պետության կողմից ցանկացված վիճակ էր, որ Սևան Նշանյանը թողնի Թուրքիան եւ հեռանա, եւ հավանաբար Թուրքիայից հեռացած է ինքը, Թուրքիայում չի գտնվում։ Ամեն դեպքում Սևան Նշանյանին սազող մի քայլ էր եւ լավ է, որ ինքը իհարկե ազատվեց, ինչպես որ ինքն էլ ասում է, ես փրկվեցի, ասում այսպես, այսինքն թրջունը թռավ, դարոսը մնացած 80 միլիոնին։ Այնուամենայնիվ, եթե մարդը դատապարտված է 17 տարվա, որքան հասկանում եմ, ազատազրկման, ինչպես նա այդպիսի թեթև ռեժիմով է դատապարտվում։ Դա հակասություն չկա այստեղ։ Դրա համար ասում եմ, կարող է թուրքական պետությունն էլ ցանկություն ուներ, որ Նիշանյանը այնտեղից հեռանա, Թուրքիայից հեռանա, չգիտեմ։ Ես հիմա չեմ ուզում ասեմ, որ ինչ որ համաձայնություն էլ կար, թե չկար, թե փախուստը իսկական փախուստ էր, իր ասելով ինքը ինչ որ փող է օգտագործել, կաշառք է տվել ինչ որ մարդկանց, դա էլ կարող է լինի, սակայն ամեն դեպքում շատ հեշտ էր այնտեղից փախնելը, այսինքն Սևան Նշանյանին հեշտ էր արված փախնելը։
Պարոն Լոկմագիրոսյան, վերջերս հերթական հակահայկական օրինագիծը պատրաստվեց Թուրքիայի խորհրդարանում արգելվելու է օրենսդիրներին խոսել ցեղասպանության մասին, Քրդստանի եւ այլն։ Եթե օրենսդիրներին է արգելվում, ապա ինչ կլինի հասարակական կառույցների, լրագրողների հետ։ Դե շատ բարձ։ Դուք արդեն պատասխանեցիք ձեր հարցին, եթե օրենսդիրը օրենք ամբողջ երկրի համար։ Այո, եթե օրենսդիրը, այսինքն երկրի իսկական ղեկավարներն են իրենք, չէ, ոչ թե պրեզիդենտը, ըստ օրենքի, երկրի իսկական ղեկավարները ընդունվում են որպես երեխա, որպես անչափահաս, որը իրավունք ունի ասելու ինչ-որ բաներ եւ իրավունք չունի ասելու ինչ-որ բաներ, դե պատկերացրեք, թե մնացածները ինչ վիճակում են։ Դե Թուրքիայում այսօր գիտենք, որ բազմաթիվ ինտերնետային սայթեր արգելված են, փակ են, ամեն ինչի չեք կարող օգտվել։ Այս է վիճակը։ Մինչդեռ Թուրքիայում միշտ էլ այդպես էր։ Միշտ էլ այդպես էր, որ ինչ-որ մարդիկ ղեկավար պոստերում նստած միշտ մտածում էին, որ ժողովրդին այս բանը չի կարելի, այն բանը չի կարելի, իրենց կարելի է, բայց ժողովրդին չի կարելի։ Օրինակ, ասենք, արտասահմանից եկած ինչ-որ թերթեր ժուրնալներ գրաքննության են ենթարկվում եւ ինչ-որ բաներ արգելվում էին։ Լավ, այդ դեպքում պետք է մտածել, այդ ժուրնալը կարդացվում էր նախ, չէ, որ արգելվի։ Այդ կարդացողը չէր դարվում այդ ժուրնալով, այդ մարդը գերմարդ էր, իսկ մնացած 80 միլիոնը կամ այն ժամանակ ավելի պակաս իհարկե նրանք իզորու չէին զանազանելու, թե ինչ կարելի է, ինչ չի կարելի, ինչից կարելի է օգտվել։ Դա Թուրքիան է։ Բայց համաձայնեք դրան, որ հիմա փոխվել է, հիմա այդ ժուրնալ թերթ չի, հիմա ինտերնետը, մարդիկ եթե ուզում են իմանալ ինչ-որ մի բան, նաև Թուրքիայում, չեն իմանում։ Իմանում են, սակայն բավականին դժվար իհարկե, դրա համար պետք է մարդ բավականին լայն գիտելիքներ ունենա, ինչ-որ ֆիլտրներով անցնի ճանապարհներ, բայց ամեն մարդ չի կարող անում, օրինակ ես էլ չեմ կարող անեմ այդ բանը, եթե ես Թուրքիայում ապրեի, գուցե ես չկարողանայի այդ բաներին հասնեի, ինչին որ ուրիշները կարող են հասնել, որոնք ինձանից ավել գիտելիքներ ունեն ինտերնետի հետ կապված։ Դժվարացնում է խնդիրը։ Շնորհակալություն։ Թուրքագետ Տիրան Լոկմագիրոսյան, ժամը 23-ին հեռանկարի հյուրն է լինելու իրավաբան միջազգային փորձագետ Արա Ղազարյանը, որի հետ մենք խոսելու ենք 1 տարի առաջ ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման մասին։ Իսկ այդ թողարկումը կշարունակի Արտակը։ Շնորհակալություն Արամ, կշարունակենք գովազդից հետո եւ խոսենք Սևան Նիշանյանի մասին։